Գոյամարտ սերիալը հիմա հասել է մի կետի, որտեղ լարվածությունը միախառնվում է հույսի հետ և յուրաքանչյուր փոքր դրական փոփոխություն դառնում է մեծ իրադարձություն։ Դավիթի հիվանդանոցային տեսարանները շարունակում են լինել սյուժեի ամենազգայուն և ամենահուզիչ հատվածը։ Այն պահը, երբ Դավիթը շարժում է մատը, իրականում շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան պարզապես բժշկական նշան։ Դա առաջին իրական հույսն է, որ նա կարող է վերադառնալ կյանք։ Մանանի ներկայությունն այդ պահին ևս շատ խորհրդանշական է։ Նա, ով երկար ժամանակ անուղղակիորեն կապ ուներ խնդիրների հետ, հիմա առաջիններից է, ով տեսնում է այդ փոքր, բայց կարևոր առաջընթացը։ Այս տեսարանը կարծես ասում է՝ ամեն ինչ դեռ կորած չէ։ Բայց հենց այդ հույսի կողքին հայտնվում է նոր, շատ ծանր խնդիր՝ գումարը։ Բժիշկը Լեոյին ասում է, որ անհրաժեշտ է $80,000։ Սա այնպիսի գումար է, որը Լեոյի ընտանիքի համար գրեթե անհնար է գտնել։ Տան վարձ, առօրյա ծախսեր, Դավիթի վիճակը՝ այս բոլորն արդեն ծանր բեռ են, և այս թիվը կարծես լրիվ փակուղի է ստեղծում։ Լեոյի համար սա դառնում է հերթական հարվածը, նա արդեն պայքարում է ամեն ինչի դեմ՝ ցավի, անարդարության, կորուստների և հիմա նաև գումարի խնդրի։ Բայց մի բան հստակ է՝ նա երբեք չի դիմի Հունանի ընտանիքին։ Նրա ինքնասիրությունը, նրա հոր հիշատակը և ամբողջ այս հակամարտությունը դա թույլ չեն տա։ Եվ հենց այստեղ է, որ սյուժեն կարող է կատարել ամենահետաքրքիր շրջադարձերից մեկը՝ Ավոյի կերպարը։ Շատ հեռուստադիտողներ արդեն զգում են, որ Ավոն այնքան միանշանակ բացասական չէ, որքան թվում էր սկզբում։ Նրա գործողությունները, նրա որոշ լուռ պահերը, նրա արձագանքները ցույց են տալիս, որ նրա ներսում կա մի ուրիշ շերտ։ Հնարավոր է, որ հենց նա որոշի օգնել, բայց ոչ բացահայտ, ոչ այնպես, որ բոլորը տեսնեն ու գնահատեն, այլ գաղտնի։ Եթե Ավոն իսկապես վճարի Դավիթի բուժման գումարն առանց իր անունը բացահայտելու, դա կլինի նրա կերպարի ամենամեծ շրջադարձը։ Դա կնշանակի, որ տարիներ առաջ նրա հեռանալը գուցե ամբողջությամբ եսասիրական քայլ չէր։ Գուցե նա իսկապես փորձել է ինչ-որ կերպ պաշտպանել, թեկուզ սխալ ձևով։ Այս քայլը կարող է փոխել ամեն ինչ։ Եթե ճշմարտությունը բացահայտվի, ընտանիքը կանգնելու է շատ բարդ ընտրության առաջ՝ ընդունել Ավոյին, թե մերժել նրան՝ անկախ ամեն ինչից։ Ներումն այստեղ դառնում է շատ կարևոր թեմա։ Արդյոք հնարավոր է ներել տարիների բացակայությունը, դավաճանությունը, ստերը, թե կան բաներ, որոնք չեն ներվում, անգամ եթե մարդ փորձում է ուղղել իր սխալները։ Պապի կերպարն այստեղ կարող է դառնալ որոշիչ։ Նա միշտ եղել է այն մարդը, ով տեսնում է ավելի խորը, քան մյուսները։ Եթե նա զգա, որ Ավոն իսկապես փոխվում է, գուցե հենց նա լինի առաջինը, ով կփորձի բացել այդ դուռը։ Մյուս կողմից Լեոյի արձագանքը ամենահետաքրքիրներից մեկն է լինելու։ Նա ամենաշատն է տուժել այս ամենից, և նրա համար ամենադժվարն է լինելու ընդունել Ավոյին, անգամ եթե նա օգնել է։ Մանանը կարող է կրկին լինել այն մարդը, ով կհասկանա իր իրավիճակը և կփորձի հարթել հարաբերությունները։ Այս ամենը տեղի է ունենում այն ֆոնին, երբ Վովան դեռ չի ընդունում իր իրական պատմությունը, Գրիշոն փախուստի մեջ է, Հունանը փորձում է վերահսկել իրավիճակը, իսկ Էռնան դեռ փորձում է հաղթահարել իր կյանքի ամենածանր հարվածը։ Բոլոր այս գծերը միավորվում են մի ընդհանուր հարցի շուրջ՝ կարո՞ղ է մարդը փոխվել։ Ավոյի կերպարը հենց այդ հարցի պատասխանն է դառնալու։ Առաջիկա սերիաները խոստանում են լինել ոչ միայն լարված, այլ նաև հուզիչ։ Կգտնվի այդ $80,000, կփրկվի Դավիթը, կբացահայտվի Ավոյի իրական քայլը, կներեն նրան, և արդյոք այս ամենը կբերի ընտանիքի վերամիավորման։ Մի բան արդեն հաստատ է՝ Գոյամարտը հիմա ոչ միայն դրամա է, այլ նաև պատմություն մարդկանց մասին, ովքեր կանգնած են իրենց ամենածանր ընտրության առաջ, և յուրաքանչյուր որոշում կարող է փոխել ամբողջ կյանքը։ Այնպես որ նոր ու հետաքրքիր սերիաները դեռ առջևում են, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձին, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ձեր կարծիքը։ Կարծում եք, որ Ավոն կտա այդ ողջ գումարը Դավիթի փրկության համար, թե նա Ռաֆի մի որդուն չփրկեց։ Արդյոք կառաջանա խիղճ, ու նա կորոշի փրկել գոնե երկրորդ որդուն, որպեսզի մաքրվի այդ
ծանր բեռից։ Ամեն ինչ դեռ առջևում է, իսկ մինչ կբացահայտվեն այս եւ այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին եւ ոչ միայն։ Չմոռանաք նաեւ տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ձեր կարծիքը։ Ինչ եք կարծում, Դավիթ պապը կընդունի Ավոյի օգնությունը, թե ոչ։ Մեր կարծիքով նրա համար այսօր կարևոր է Դավիթի փրկությունը, թե ով կտա այդ գումարը, արդեն երկրորդական է։ Իհարկե նրանք չեն ընդունի Հունանի օգնությունը, բայց որդու օգնությունից հավանաբար չի հրաժարվի, ասելով, որ գոնե այս մի երեխայի կյանքը փրկի։ Դե ինչ, սպասում ենք ձեր կարծիքներին։ Բաժանորդագրվեք, որպեսզի չկորցնեք առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը։